Թուրքիայի քաղաքական կյանքում հերթական ցնցումն է։ Դատարանի որոշմամբ Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնը կորցրած Օզգյուր Օզելը 80 օրենսդիրների առջև հայտարարել է, որ հեռանում է կուսակցությունից եւ ստեղծում նոր քաղաքական ուժ։ Մենք չենք տրվում նման ճնշմանը, մենք սկսում ենք Էրդողանի դեմ պայքարի նոր փուլ, այսօր տխուր հրաժեշտի շեմին ենք, բայց մեզ հետ տանում ենք նոր սկզբի հույսը։ Այդ հայտարարությանը նախորդել է ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը։ Դատարանը անվավեր է ճանաչել Ժողովրդահանրապետական կուսակցության 2023 թվականի համագումարը եւ կուսակցության ղեկավարի պաշտոնում վերականգնել նախկին առաջնորդ Քեմալ Քլիչդարօղլուին։ Օզելի թիմը սա քաղաքական միջամտություն է համարում եւ մեղադրում իշխանությանը ընդդիմադիր ամենահին կուսակցությունը կազմաքանդելու համար։ Քլիչդարօղլուին բոլորը սկսեցին դիտել որպես Էրդողանի մարդ, այսինքն տրոյական ձի, որ եկավ, ներսից քանդեց, եւ արդյունքը եղավ այն, որ երկու կողմերը որևէ տիպի համաձայնության չհասան եւ արդեն ակնհայտ էր, որ կուսակցությունը պառակտվելու է եւ փաստորեն երեք մենք արդեն լսեցինք այդ մասին, որ ոչ միայն պառակտվում, այլ նոր կուսակցություն է ստեղծում։ Չնայած դրան, Օզելի որոշումը լայն արձագանք է ստացել։ Նրա թիմի պնդմամբ հազարավոր մարդիկ արդեն լքել են Հանրապետական ժողովրդական կուսակցությունը նոր ուժին միանալու համար։ Թուրքիայում վերջին հարցումները ցույց են տվել, որ եթե ընտրությունը կայանար այսօր, Օզելի նոր ուժը կարող էր առաջ անցնել իշխող կուսակցությունից, բայց դա միայն այսօր։ Այստեղ ամենակարևորը, թե հասարակությունը ինչ տրամադրություններ ունի, ես դրա համար նշեցի, որ եթե այն ինչ որ կա, կարողանան դա գեներացնել որպես քաղաքական մեխանիզմ, իրենք կունենան շանս։ Կարծես թե լինելու է արտահերթ ընտրություններ 2027-ի առաջին հատվածում։ Եթե չկարողանա գեներացնել, բնականաբար դա ի օգուտ Էրդողանի կաշխատի։ Իսկ մինչ ընդդիմությունը փորձում է վերաձևավորվել, իշխանությունը շարունակում է ճնշումները։ Վերջին ամիսներին ձերբակալվել են տասնյակ ընդդիմադիր քաղաքապետներ, այդ թվում Էքրեմ Իմամօղլուն, որին շատերը համարում էին Էրդողանի ամենաուժեղ մրցակիցը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը երկրի եւ ավանդական կուսակցությունն է եւ ամենամեծ կուսակցությունն է, ես կարծում եմ, որ Օզելը գոնե թե այն կոնֆիգուրացիայով, որը գոյություն ունի, շատ ավելի մեծ հնարավորություններ չունի փոփոխություններ անելու, հասարակական քաղաքական կյանքում այսպես վերաձևումներ անելու, քան օրինակ այդ ռեսուրսները ունի հենց Ժողովրդահանրապետական կուսակցությունը։ Պողոսյանի պնդմամբ նոր կուսակցությունը չի կարողանա դառնալ իշխանափոխության շարժիչ։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ ընդդիմության հերթական պառակտումն առաջին հերթին կարող է ձեռնտու լինել հենց Էրդողանին։ Ինչքանով կարող է Օզելը դառնալ իրապես այսպես այլընտրանք ընդդիմադիր դաշտում, ես կարծում եմ չափազանց քիչ է հավանականությունը, առավել ևս եթե հաշվի առնենք, որ ունենալով Ժողովրդահանրապետական կուսակցության հսկայական ռեսուրսներ ուղղակի հնարավորություն չունեցան դա կապիտալիզացնել։ Նոր կուսակցությունը կկարողանա դառնալ Էրդողանի իշխանության համար մարտահրավեր, թե ոչ, մեծապես կախված է լինելու ոչ միայն ընդդիմության համախմբումից, այլև Թուրքիայի տնտեսական իրավիճակից, հասարակական դժգոհություններից եւ հնարավոր արտահերթ ընտրության սցենարից։ Իսկ Թուրքիայում ընթացող աճոտաժի ֆոնին Հայաստանի վերաբերյալ Օզելի հրապարակային դիրքորոշումները մինչ այժմ սակավաթիվ են։ Նա միայն մեկ անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտից հետո հայ-թուրքական սահմանը փակ պահելն այլևս իմաստ չունի եւ պետք է շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սեդա Գյուրեղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։